2018-ից 25 թվականներին 40 միլիարդ դրամ է հատկացվել հանրապետության բժշկական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման եւ սարքավորումներով հագեցման համար, որից 28 միլիարդը պետբյուջեից։ 50 կազմակերպությունների շահագործման հանձնելու խոստումը մինչև տարվա վերջ ամբողջությամբ կիրականացվի, նշում է առողջապահության նախարարը, իսկ մինչև հուլիս կամփոփվեն աշխատանքները 24 բժշկական հաստատություններում եւ 11 ամբուլատորիաներում։ Առաջիկա օրերին մենք արդեն իսկ ամփոփման շինարարական աշխատանքների եւ գույքով հագեցման աշխատանքների փուլում ենք գտնվում Սիսիանի բժշկական կենտրոնը, որը ամբողջովին նոր կենտրոն է եւ ծառայելու է մարզին որպես ռազմավարական գերհագեցած մահճակալային ֆոնդով նոր տեխնոլոգիական սարքավորումներով կենտրոն։ Ավանեսյանն ընդգծում է, առողջության համընդհանուր ապահովագրությունը չէր իրագործվի, եթե չլինեին նախորդած կապիտալ ներդրումները։ Մեր տարիների հագեցումները ըստ էության այսօր հնարավորություն տվեցին, որ դիմելիության աճը, որը կանխատեսվում էր, մենք հնարավորություն ունենանք սպասարկելու։ Ես մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ մարզային բժշկական կենտրոնները իսկապես աննախադեպ հոսք ունեն։ Եվ սա խոսում է նաև թե վստահության եւ թե հասանելիության մեծացման մասին։ Նախարարը նաև շեշտում է, սարքավորումներով համալրում են ոչ միայն նորակառույց բժշկական կենտրոնները, առաջիկայում 10 մամոգրաֆիկ սարք կտեղակայեն Երևանում եւ մարզերում, արդեն որոշված են նաև հաջորդ 29 ամբուլատորիաների վայրերը։ Փորձում ենք համաչափությունը ապահովել, մենք ամեն մարզում այս պայն 3 առնվազն ամբուլատորիա կառուցում ենք եւ այսպես պիտի ընդլայնենք, հաշվի ենք առնում իհարկե վիճակը, իհարկե բնակչության խտությունը, իհարկե նաեւ մոտակայքում արդյոք արկա են հնարավոր ալտերնատիվ ծառայությունները մատուցելու հնարավորություններ, թե չէ։ Մարտունու, Սիսիանի, Վայոց ձորի բժշկական կենտրոնների կառուցումը զրոյից, Թալինի բժշկական կենտրոնի, Արտաշատի, Արմավիրի պոլիկլինիկաների վերակառուցումը, սրանք 50-ից մի քանիսն են։ Մի փուլում շատ ավելի զգուշորեն սկսեցինք վերակառուցումներ իրականացնել, որովհետև հասկանում էինք, որ անգամ եթե ամբողջովին նորացնում ենք շենքը, բայց կոնցեպտուալ առումով դժվար է մեր նոր ժամանակակից այդ ստանդարտները ապահովել հին շենքերի մեջ։ Կապիտալ փոփոխություններն ազդել են նաև բուժանձնակազմի վրա։ Այժմ ավելի շատ բժիշկներ են նախընտրում աշխատել մարզերում։ Թե Սպիտակի բժշկական կենտրոն, թե Գորիսում, թե Մեղրիում մենք տեսնում ենք նոր համալրված կադրեր։ Արդյոք բավարարում է մեզ այս հագեցվածությունը, ոչ, եւ շարունակելու ենք նպատակային օրդինատուրաների ծրագիրը, որպեսզի մենք կրթության ծախսերը փոխհատուցենք եւ հետո արդեն մեր մասնագետներին ուղարկենք։ Բարելավված նեղ մասնագիտական բուժկենտրոններից են այրվածքաբանության եւ մաշկաբանության, կախվածությունների ազգային կենտրոնները, հոգեկան առողջության կենտրոնները։ Ցավոք սրտի հապակում ունենք շինարարական ընկերության հետ խզում ենք պայմանագիրը, դատական վեճերի մեջ ենք եւ մենք նաեւ շատ խստապահանջ ենք որակի նկատմամբ, մեզ համար թե ժամկետը եւ թե որակը հավասար կարևոր նախապայմաններ են եւ այո շատ սկզբունքային ենք լինելու աշխատանքների եւ որակական չափանիշների նկատմամբ։ Պատասխանելով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ հարցին, նախարարը շեշտում է, այդ խնդիրը կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է։ Մեր հայրենակիցների թե առողջական եւ թե մյուս բոլոր հարցերով արտաքին գործերի նախարարության համակարգմամբ մշտապես աշխատանքները ընթանում են եւ այս մասով վստահեցնում եմ, որ թե միջազգային ուրեմն իրավունքի եւ թե բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով մեր արտաքին գերատեսչության համակարգմամբ ուշադրության կենտրոնում է։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության արդյունքում առաջացած հերթերին անդրադառնալով նախարարը շեշտում է, եթե անձը անհապաղ շտապ բուժօգնության կարիք չունի, ապա պլանային բուժօգնության դեպքում հերթերը նորմալ են։ Մենք միշտ նաև դիտարկում ենք այսօր օրինակ զարգացած երկրներում ինչպիսին են հերթերը բժշկական օգնությունից ստանալու։ Ես դες վստահեցնում եմ, որ Հայաստանը այս առումով լավագույն դիրքերում է։ Շարունակելով ապահովագրության թեման, նախարարն ընդգծում է, մարտին արդեն եղել է բուժաշխատողների միջին աշխատավարձի դրական դինամիկա։ Էմմա Վարդանյան, լուրեր։